Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է մշակվի ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրսբերման իրավական մեխանիզմը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչպես են դա պատկերացնում Ռուսաստանի կառավարությունում։ Ռուսաստանի փոխվարչապետը պարզաբանել է այն ընթացակարգը, որով իր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ իր այդ խոսքերում որոշակի հակասություն եմ նկատում։ Նախ նա արդարացիորեն հաստատել է այն, որ Հայաստանին ոչ Ռուսաստանը, ոչ ԵԱՏՄ, այլ որևէ պետություն բողոք հայտնելու համար իրավունք եւ հիմքեր չունի, քանի որ Հայաստանը ոչինչ չի խախտել։ Բառացիորեն մեջ բերեմ նրա խոսքերը։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտականությունները։ Ես կարող եմ դա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ողջ իրավական շրջանակին իր պարտավորություններից շեղման հայտնաբերման համար եւ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել։ Այսինքն ամեն ինչ թույլատրվածի շրջանակներում է։ Բայց չնայած դրան Օվերչուկը պնդում է, որ եթե Հայաստանը ինքնուրույն որոշում չկայացնի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, այդ որոշումը պետք է կայացվի Հայաստանի փոխարեն, ընդ որում որ դա պետք է արվի արդեն մինչև գալիք տարվա դեկտեմբեր, երբ Սանկտ Պետերբուրգում կգումարվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը։ Բայց տարօրինակ եւ կարծում տեղին հարց է առաջանում, եթե Օվերչուկը հաստատում է, որ Հայաստանը ոչինչ չի խախտել, ինչ հիմնավորման պետք է քննարկեն Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս հանելու հարցը, այդ պատասխանը չի տվել։ Իսկ այդ խնդրի լուծման իրավական մեխանիզմը գոյություն ունի։ Օվերչուկը հաստատել է, որ ԵԱՏՄ կանոնադրությունը չի ենթադրում ոչ երկրի վտարելու կարգը, ոչ երկրի լիազորությունների սահմանափակելու կամ սառեցնելու կարգը։ Այնուամենայնիվ նա պնդում է, որ պետք է գտնել իրավական լուծում, որը դեռևս չի էլ ուրվագծվում։ Մեջբերեմ կրկին նրա խոսքերը։ Մենք որոշակի իրավական հակասության ենք բախվել, որը պետք է լուծվի։ Մենք կաշխատենք հանգիստ աշխատել, որ լուծենք այս խնդիրը։ Փոխվարչապետը հայտարարել է, որ հավանաբար շատ շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որում ներգրաված կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները, եւ այդ խումբը պետք է մշակի առաջարկներ, որպեսզի դեկտեմբերին գագաթնաժողովին այդ առաջարկների հիման վրա վերջնական կամ մինչանկյալ լուծում գտնվի։ Ընդ որում հաստատել է նաև այն, որ այդ աշխատանքային խմբում Հայաստանը եւս կունենա ներկայացուցիչներ։ Արդյոք Ռուսաստանի իշխանական կառույցներում այս հարցի վերաբերյալ կա կոնսենսուս, թե մոտեցումներում տարբերություն է նկատվում։ Ռուսաստանի տարբեր իշխանական կառույցներ, այսպես ասեմ, խստության տարբեր աստիճաններով են մեկնաբանում ստեղծված իրավիճակը։ Եվ տպավորություն կա, որ ամենախիստ գնահատականը միշտ հնչում է անվտանգության խորհրդի ղեկավարների շուրթերից, մասնավորապես անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չափազանց կոշտ են ձևակերպում գնահատականները Հայաստանի հասցեին, համեմատած օրինակ նախագահի աշխատակազմի կամ կառավարության ներկայացուցիչների կամ արտգործնախարարության ղեկավարների հետ համեմատ։ Հավանաբար այսպես դերերի բաշխում է իրականացվում։ Այսօր շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Նա գրեթե բաց տեքստով սպառնացել է Հայաստանին, որ կանեն այն, ինչ արեցին Ուկրաինայի հետ։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Հայաստանը ըստ էության կրկնում է ուկրաինական փորձը։ Եվ այնտեղ պետք է մտածեն, թե ինչ պետք է անեն Ուկրաինայի օրը չընկնելու համար։ Այսինքն սպառնում են, որ Հայաստանի դեմ եւս կարող է կազմակերպվել այդ հատուկ ռազմական օպերացիան։ Միաժամանակ նաև սպառնում է, որ եթե Հայաստանը չվերանայի իր արտաքին քաղաքական կուրսը, Հայաստանը գազ կստանա Ռուսաստանից ներկայիս $177 փոխարեն $800։ Իսկ այն հատուցումը այդ տարբերության համար կկազմի ոչ պակաս քան $1 միլիարդ, ինչը շատ ավելի շատ է, քան այն $50 միլիոն, որը Եվրամիությունն է Հայաստանին խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման արդյունքում որպես տնտեսական հատուցում։ Այստեղ կարծում եմ արժի բարձրաբանել, թե որտեղից է $177 թիվը եւ որտեղից է $800 թիվը։ Բանն այն է, որ $177-ով
Գազպրոմը վաճառում է գազը հայ-ռուս գազարդ ընկերությանը, որը պատկանում է նույն այդ Գազպրոմին։ Այսինքն եկամուտ է վաստակում նաև գազի բաշխման արդյունքում, որը նույնպես հասնում է Գազպրոմ։ Ուստի կարծում եմ ճիշտ չէր լինի ասել, պնդել, որ Հայաստանը $177 է գազ գնում։ Իսկ որտեղից է գոյացել $800 թիվը, եւս անհասկանալի չէ, եթե հաշվի առնենք հետեւյալը։ Չինաստանը Ռուսաստանից գազ է գնում $258, Թուրքիան $280, Հունգարիան, Սերբիան, Սլովակիան $400, Իսպանիան, Ֆրանսիան, Բելգիան $450։ Իսկ Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության կանխատեսման համաձայն այս տարվա արդյունքներով միջին գինը, որով Ռուսաստանը գազ է վաճառում ԵԱՏՄ ոչ անդամ պետություններին, լինելու է $290։ Դեպքում, եթե միջին գինը $290 է, ապա ինչու են Հայաստանին ձգտում վաճառել $800 եւս անհասկանալի է։ Շնորհակալություն, Արծան։